Ադրբեջանի հռետորաբանությունը, պահանջները, նորանոր և նաև մեղադրանքները, որ իբր հրադադարը խախտում է Հայաստանը։ Արդյոք փախուղ է երկրորդ։ Չեմ կարծում, որ փախուղ է եւ չեմ կարծում, որ ձեր գնահատականները ճիշտ են։ Երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու եւ այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու։ Երևի դրա հետ է պայմանավորվում։ Հրապարակումների հետ կապված, թե հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված, որովհետև մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի շատ հնարավոր լինի նման բաներից խուսափել, բայց չեմ համարում չկա։ Տեսեք, ես նույնիսկ այդ տպավորությունը ունեմ անցյալի հետ կապված, որ եղել է հայկական մարտավարությունը նենց է եղել, որ նույնիսկ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնվեն, իմանալով, որ հայերը մեկը չեն համաձայնվելու։ Նույնիսկ իրանց համար ոչ օգտակար, որոնց հետ իրանք համաձայն չեն, բայց իրանք իմանալով, որ մեկը հայկական կողմը չի համաձայնվելու, միջազգային այլ կառույցների, մասնակիցների մոտ այդ տպավորությունը անելու համար, տենց մարտը գործելավոճ է, դա իմ անձնական տպավորությունն է եղել և նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնելու, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելու և ենթադրում եմ, որ այդ երկար այս կողմ այն կողմ տանելը այդպես տպավորություն է թողել և հետագայում այդ արձագանքը, միակողմանի հայտարարությունը, որ արդեն համաձայնեցված է պայմանագիրը, իմ մոտ այդ տպավորությունը։ Պարոն Սիմոնյան, ընդդիմությունն ասում է, որ սա միակողմանի զիջումների մասին է, կապիտուլյացիոն փաստաթուղթ է, ոնց կմեկնաբանեք սա։ Դե բայց ընդդիմությունը երկու բան կա ասելու, առաջին հերթին ընդդիմությունը այդ տեքստը տեսել, որ տենց բան է ասում։ Երկրորդ հերթին ոնց կարող է միակողմանի լինի, եթե բոլոր դրույթները վերաբերում է երկու կողմին։ Դրա տրամաբանությունը թող իրանցից որից է մեկը բացատրի, մենք էլ քննարկենք, հասկանանք, թե ինչն է դրա միակողմանի զիջում։ Եթե գրած է երկուսի համար, չգիտեմ, դա աբսուրդ է ու անլուրջ է։ Այդ բոլոր մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան իմ դեմը կանգնեն կամ ամբողջ իջելույթ ունենան, փորձեն այդ իրենց ասածը որևիցե ձևով։ Եթե տանձեր չկա, ինչու չի հրապարակվել։ Իրենք ասում են տեքստը դեռ չի հրապարակվել, բայց ծանոթ են գործող իշխանության, այսպես ասած, ձեռագրին, իսկ դա կապիտուլյացիաների մասին է։ Պատիվ ունեմ դա չեմ հայտարարել նաև այդ մասին։ Դե առաջի ամենահայտնի կապիտուլյացիան պատիվ ունեմ է Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ։ Երկրորդը 2018 թվականին, այո։ Երկրորդը ուզում եմ ասել, որ երբ որ դու ասում ես, որ տրամաբանությունը հենա, որ իրանք հայտնի է ոճը եւ դրանով է հիմնավորում առանց տեքստի հետ ծանոթանալու, դա անլուրջ տպավորություն է, դա քաղաքական գործ չի, վայել գործելավոճ չի։ Բազմիցս հայտարարվել, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։ Եթե օրինակ այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի։ Ասենք մարդ ինչքան կարելի է նույն անիմաստ խոսակցությունը կրկնել։ Ինչ վերաբերում է վարչապետը ձեր հարցին պատասխանեց իր հարցազրույցի ժամանակ, որ այդ փաստաթուղթը ունի երկու տեր եւ միակողմանի որևիցե բան անելը ճիշտ չի։ Բայց չէ Ադրբեջանը միշտ միակողմանի անում, ախր ինչ են մենք խաղի կանոնները միայն հայկական կողմը պահպանում։ Դուք տեսել եք որևէ դեպքում Ադրբեջանը խաղի կանոն պահպանի։ Այո, տեսել եմ որևէ դեպքում, երբ որ մենք քննարկում ենք եւ օրինակ հաստատում ենք երկու երկրների մեջ սահմանազատման եւ սահմանագծման հաստատուղթը եւ մեր ընդդիմությունը նաեւ դուք ինձ հարց եք տալի, ասում եք չի պահպանելու, չի ստորագրելու, դրանից մի ժամ հետո ստորագրում։ Վատ օրինակ։ Գործընթացը կասեցված։ Օրինակ է, թե օրինակ չի։ Դե բա ինչի եք հիմա բացարձակ ինչ որ ձևով բաներ ասում, հետո երկրորդը ձեզ ուրիշ բան ասեմ։ Հիմա եթե դիմացինը պայմանականորեն, եթե վատ բան է անում, այդ նշանակում է մենք էլ վատ։ Մենք մեր վարկը ունենք,
մենք մեր դիրք ունենք, դուք տեսեք ինչքան լրատվամիջոց կա Հայաստանի Հանրապետությունում, ինչքան ազատ է լրատվամիջոցները։ Հիմա ինչ որ երկրներում դա ազատ չի։ Օրինակ Ադրբեջանում ըստ Եվրոմիության չափանիշների խոսքի ազատությունը այդ աստիճանի չի։ Հիմա մենք էլ ասենք սկսենք իրանց հետ հանվասարել։ Սիմոնյան, այդ վարկանիշը Հայաստանին ինչ է բերելու։ Լավ, Ադրբեջանը վարկանիշը ցածր է Հայաստանի համեմատ, բայց Հայաստանը այդ վարկանիշի շնորհիվ ինչ է շահում ընդհանրապես միջազգային հարության տեսանկյունից։ Տեսեք, անվտանգություն է շահում, այն բանը, որ եվրոդիտորդները գալիս են եւ սահմանին անցկացնում են հսկողություն, այն բանը, որ միջազգային զեկույցներ են ունենում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետությանը օգնություն է տրամադրվում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցություն է տեղի ունենում, բայց այդ ամեն ինչը դրա հաշվին է տեղի ունենում։ Կարող է մեր դուդուկից Իրանի եւ մեր սիրուն հայի աչերի համար է այդ ամեն ինչը տեղի ունենում, հետո էլ բողոքում եք, ասում եք, մեր վրա հարձակվեցին, աշխարհը ձեն չհանեց, բայց սխալ ենք մեզ պահել ինչ որ հարցերում, պատմության ընթացքում, կոնկրետ դեպք չեմ մատնանշում, հիմա ճիշտ ենք մեզ պահում եվրոպական ընտանիքի մարդու իրավունքների արժեքների, խոսքի ազատության արժեքների տրամաբանության մեջ ենք պահում, դրանից էլ եք բողոքում։ Ինչն է դրանից բողոքելու պատճառն ու առիթը ուզում հասկանամ։ Բողոքելու պատճառ չկա։ Մենք ընդհանրապես ասում ենք, որ եթե Ադրբեջանը ինչ որ խախտումներ անում է, ասենք բանակցային գործընթացում, ինչու է Հայաստանը սրբորեն պահում բոլոր կանոնները։ Նախ եւ առաջ եկեք այտենց վստահ չլինենք, որ բոլորի ընկալմամբ հայկական կողմը իրեն սրբորեն է պահում, որովհետև նույն ադրբեջանական կողմը հակառակ կարծիքն ունի եւ բողոքում է եւ նեղսրտում է հայկական կողմի պահվածքի, հայկական քաղաքական գործիչների հայտարարությունների եւ այլ տարբեր բաների համար։ Այդ ձեր հայկական այդ մենք մեր մոլորակի մեջ ապրելու սովորությունն ենք, այդ ձեր պատկերացումն է, որը որ դուք փորձում եք հիմա ներկայացնել։ Տենց չի։ Երկրորդը, ինչի էս պետքա ձեր կոնկրետ վերած դեպքում վատ օրինակի հետ համեմատվեմ, այլ ոչ թե լավ օրինակի հետ համեմատվեմ։ Հիմա ասենք ուրիշ երկիր էլ հարձակվել է մի ուրիշ երկրի վրա, եկեք դրա հետ էլ համեմատվենք։ Չի կարելի այդ տրամաբանությամբ շարժվել, սխալ բան եք ասում, կներեք, բայց սխալ բան եք ասում։ Ես ամենաառաջնական վերջին շաբաթվա ընթացքում քաղաքական խորհրդակցություններ երկու արտգործնախարարությունները Չգիտես, չեմ միտքը բաց թողեցինք այն հայ-ռուսական հարաբերություններից քաղաքական խորհրդակցություններ անցկացրին տևական ժամանակ այդ ձևաչափով քննարկումներ չկային հեռախոսազրույցներն են ակտիվ արտգործնախարարների միջև պարզ Սիմոնյան ինչու են տեսակետներ որ փոխվում է հռետորաբանությունը հայ-ռուսական հարաբերություններում եւ այն լարվածությունը որ իշխանությունը եւս ընդունում էր որ կա կարծես թե մերժում է կա նման միտում Ես անկեղծ ասած չեմ հասկանում հարցի էությունը կար խնդիր կար հարցադրումներ որոնք որ արվել են եւ որոնք որ շարունակվելու են այն գնահատականները որ կողքից հնչում են հա էսա իրանք փոխեցին էս արեցին վեկտորը փոխեցին դրանք իրականությանը չեն համապատասխանում կա մի իրականություն որ Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանում է երբ որ իրեն խափում են գցում են դա արձանագրում է եւ բարձր ասում է երբ որ մի բանի հետ համաձայն չի դրա մասին ասում է երբ որ ինչ որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում դա ասում է եւ դա չի նշանակում մենք երբևիցե չենք հայտարարել որ որևիցե աշխարհի երկրի հետ խզում ենք պետք է խզենք մեր հարաբերությունները եւ նույնը վերաբերում է Ռուսաստան լարվածությունը որ անցած ոչ չենք կարողանալ ինչ-որ լարվածության մասին խոսել եւ լարվածություն պահել կա հարց կա պատասխան չկա պատասխան կա մեր կողմից հարցադրում այսինքն ըստ իրավիճակի լարվեց իջավ կոնկրետ դա մարտավարություն չի դա ըստ իրավիճակի այն բաները որը որ տեղի ունեցել 2020 թվականին 21-ին 22-ին 23-ին եւ 24-ին մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել։ Միայն հապկի մասին չէ, միայն հապկի մասին չէ, բոլոր հարցերով, հայտարարություններով, որևիցե բան չի փոխվել։ Հիմա կա խոսակցություն, մշտապես խոսալը քաղաքական գործչի աշխատանք հենց դրա մեջ է կայանում, որպեսզի այդ խնդիրների շուրջ խոսի եւ մենք խոսում ենք ու շարունակել ենք խոսել։ Այդ քննարկումների արդյունքում օրինակ այդ խոսակցությունների վերանայվի հապկի հետ համագործակցության Չեմ կարծում, հապկի հետ կապված ինչ վերանայենք, հապկը պետք է մի հատ վերանայի, Իրան հասկանա ինքը գոյություն ունի, թե գոյություն չունի եւ հայտարարի, եթե ինքը գոյություն ունի, ապա որտեղ է այդ սահմանը, եթե այդ սահմանը գոյություն ինքը հայտարարում է, ապա ինքը ինչ պետք է անի եւ ինչ չի արել
եւ ինչ է արձանագրում։ Պարզ Սիմոնյան, մամուլում տեղեկություններ եղան, որ վարչապետից հանձնարարական է եղել ակտիվացնել տարբեր մարմինների միջև Հայաստանի։ Նման իրականությանը չի համապատասխանում։ Իսկ Մի քիչ լստա։ Շնորհակալ ժողովուրդ օրակարգը միացան։ Շատ ես մենք էլ բոլորով ուրախ ենք, ասեք։ Անջանի Քոչարյանի հետ կապված ստորագրահավաքվել լրագրողի վիրավորելու համար, որպեսզի էթիկայի հանձնաժողով ստեղծվի։ Ընդդիմությունը արդեն համաձայնություն տվել է։ Ինչ դիրքորոշում ունեն իշխանությունները այդ հարցում, պատրաստվում եք էթիկայի հանձնաժողով քննություն սկսել Անջանի Քոչարյանի վարքի հետ կապված, որտեղ վերջինս անդադար կամ լրագրողներին է վիրավորում կամ ձեր թիմակիցներին, գիտենք, որ ներսում կոնֆլիկտներ կա։ Որտեղից գիտեք, որ ներսում է տեղեկությունները Մամուլը ինչ ասես գրում, հա։ Գրում եք, որ ես ու Քոչարյան Անդրանիկը լուրջ հակամարտություն ունենք, հետո բարիշեցինք, հետո կռվեցինք եւ այլն։ Լավ, ուրեմն դուք էլ ձեր հարցին պատասխանեք, եթե դուք ձեր իրականությունը ունեք, ես ինչ պատասխանեմ։ Դուք ասում եք թուղթ կա, որտեղ կա ստորագրությունը հավաքվում, ես այս թուղթին ծանոթ չեմ։ Երբ որ այդ թուղթը կտեսնեմ, երբ որ խմբագրությունը, հեսա կպատասխանեմ, երբ որ խմբակցությունը կքննարկի, ես ձեր հարցին կպատասխանեմ։ Ես ի տարբերություն մեր ընդդիմադիր գործընկերների, որոնք պատրաստ են միջպետական խաղաղության համաձայնագիր քննարկել եւ գնահատականներ տալ եւ հարցազրույցներ տալ, ես չպատրաստ չեմ, նույնիսկ այդ մի էջանոց թղթի վերաբերյալ բան ասել, որը չեմ տեսել։ Իսկ ընդհանրապես դուք ոնց եք վերաբերվում Հռիփսի Մեջեբեջյանի նկատմամբ Անդրանիկ Վատ։ Ինչու այդ Ես զանգարել եմ իրեն, հենց այդ միջադեպին ծանոթացել եմ, ես դուրսն եմ երկրում, զանգարել եմ իրան, իր հետ խոսել եմ, ուզեցել եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել եւ խոսել եմ։ Քոչարյանին եք զանգահարել։ Այո։ Ես խնդրում իրան այդ հարցը։ Բայց պարոն Սիմոնյան, կարիքն Ես տեսեք, ես մի քանի դրվագ եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունը եւ լրագրողները բաներ են արել։ Ես դրանից ներողություն եմ խնդրել եւ ես համարում եմ, որ դրանով ես ել ավելի ուժեղացել եմ եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդով ներողություն է խնդրում, ել ավելի ուժեղանում։ Իսկ դուք կարծում եք էթիկայի հանձնաժողով պետք է ձևավորվի։ Խնդրում եմ, էլի թող գա փաստաթուղթը տնեմ լրագրողները հարգելի, ինչի տակ են ստորագրել, մի հատ քննարկենք, հասկանանք, կասեմ, էլի հետո տեսեք, դա ազգային ժողովի նախագահի որոշելիքը չի, դա խմբակցությունների, տեսեք, խմբակցությունների ղեկավարներն են որոշում, խմբակցությունն է որոշում, այլ ոչ թե ազգային ժողովի նախագահը։ Սիմոնյան համաձայնագրին վերադառնալ, ասում եք ավարտվում են մոտենի բանակցությունները, համաձայնությունները, սակայն աշխարհը քաղաքական համատեքստը կարծես մենք չնկատենք, ասենք դիրքային իրադարձությունները, Պերմիադու Ամերիկայի եւ Ռուսների միջև բանակցությունները ավարտվում են առանց մեծ խաղացողների որոշումների, կարող է համաձայնություն կայացնել։ Այդ ուզում եմ աշխարհական համատեքստը նկատի ունենալ։ Հարմար է մեր բանակցությունների ավարտին, այս պահին։ Այո, շատ հարմար է, դրա համար էլ մենք բանակցությունները եւ այդ տեքստը պայմանագրի փակել ենք այլևս։ Սպասում մեծի պետությունների ԱՄՆ-ի, Ռուսաստանի որոշումներին աշխարհական։ Այսինքն ինչ աշխում, սպասեմ ինչու, սպասենք որ ինչ լինի։ Չէ, մի հատ օրինակ բերեք, էլի ձեր հարցի։ Օրինակ սպասում ենք, որ, չգիտեմ, Տրամպը զանգահարի եւ ասի եկեք կնքենք, բա ինչի պետք է սպասենք։ Որոշումները Ուկրաինայի հարցում այդ Դա հարգելիս, մենք մեր հարևանի հետ ուզում ենք խաղաղության պայմանագիր կնքենք։ Հիմա ես Էլ-Ռիադի բանակցություններին ինչի սպասեմ։ կարող ենք Ես չգիտեմ, Ադրբեջանը եւ Հայաստանը կարծում եմ այդքան ուժ ունեն, որ ինքնուրույն որոշեն իրենց ճակատագիր։ Եթե ինչ-որ մեկը կուզենա դրան աջակցի, մենք տեսնում ենք, որ 50-ից ավելի հայտարարություններ կան երկրներից, ազգային ժողովներից, արտաքին գործերի նախարարներից, կազմակերպություններից, միություններից, ինչի պետք է։ Ես ուղղակի որ հարցը տալիս եք, նա տեսական օրինակ բերեք, որտեղ ձեր հարցը հաճախ ուղղակի ուզում եմ հասկանամ ինչ կապ ունի Ուկրաինան, Հայաստանի, Ադրբեջանի խաղաղության պայմանագրի հետ։ Ո՞նց օրինակ։ Գլխավոր դատախազն է Գարիկ Խորհրդարան երկու պատգամավորի անձնախերությունից ընկելու միջնորդությամբ կա արդեն որոշում ոնց է քվեարկելու եւ ինչու հիմա առաջացավ նման միջնորդության անհրաժեշտությունը։ Ոնց է դարձել ինչու հիմա պետք է առաջանա գործի հետ կապված 7 տարվա վաղեմության գործ է Հովիկ Աղազարյանի։ Տեսեք, ես այդ մանրամասն չգիտեմ։ Հիմա տեսեք, եթե Տարոն Մարկարյանը օրինակ մասնակցեր ինչ որ ընտրությունների, պետք է ասեիք
ահա ընտրությունների է մասնակցում դրա համար հիմա եղավ։ Հիմա որևիցե բան չի կատարվում, ասում եք ինչի եք հիմա բանանում։ Դե ինչ կապ ունի, ուզում հասկանամ այդ բաները, որ ուզում եք կապեք միշտ չի, հա, լինում է որ տենց ինչ որ նպատակ են ունենում, չեմ բացառում, պատմության մեջ եղել է որ նման բան եղել է, բայց ինչ եք ուզում կապեք այն բանը, ասենք հարյուրավոր, հազարավոր մարդկանց զանգում են, ասում են, գիտեք ինչ, ձեր այդ տուգանքի հետ կապված խնդիր կա։ Հիմա բռնել եք, կապել եք Գյումրվա տեխնացուներից մեկի հետ, որ իշխանությունը տուգանքի միջոցով փորձում է Գյումրվա տեխնացուի վրա ճնշում։ Այսինքն ճնշման էլ ձև չկար, պետք է հենց այդ բանը տեղի Ոնց եք քվեարկելու։ Ոնց եք Դուք ոնց եք Տեսեք, մի հատ բան ասեմ, ձեզ մի հատ տենց պատմություն կա, երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր ընդհատակում եւ որոշում կայացվեց, որ վարչապետը պետքա գնա դատախազություն, ես անմիջականորեն մասնակցություն եմ ունեցել այդ գործունեության մեջ եւ մեքենայով տեղափոխել եմ նրան դեպի դատախազություն, այն հայտի տեսանյութը նկավ, ասաց բարև ձեզ, ես Նիկոլ Փաշինյան, դրանից ուղիղ 3 օր հետո ես նամակ եմ ստանում դատախազությունից, որից հրավիրում են դատախազություն։ Ես մտածեցի, որ իրոք դա երևի վերաբերում է նրան, որ արդեն ես տարել եմ դրա հետ կապված, երևի Նիկոլ Փաշինյանի հետ կապվածը, պարզվեց իմ մոտ էլ էլի տուգանքի հետ, իմ ՍՊ-ի տուգանքի հետ համընկավ, բայց մինչև ես գնացել հասել եմ դատախազություն, ես վստահ եմ եղել, որ դա կապված է 3 օր առաջ Նիկոլ Փաշինյանի դատախազության մոտ հասցնել։ Ուստի եկեք ֆիքսենք, որ միշտ չի, որ դա կապ է ունենում։ Իսկ քվեարկության հետ կապված։ Քվեարկության հետ կապված, երբ որ դատախազը կգա կներկայացնի, երեք մեր մոտ տենց թեթև քննարկում ա եղել, տենց չաթային մակարդակում, հա, իրար մեջ գրվելով, ով տեսել է, ով ծանոթացել է, խմբակցությունը կքննարկի եւ իր կարծիքը կհաստատի։ Աղազարյանը լուրջ բաց Ինքը իր չաթ ունի, որտեղ ինքը Աղազարյանը լուրջ բացահայտումներ ունի մտահոգություններ, ամեն դեպքում քրեականների ագրեսիվ հայտարարությունները, ոչ քաղաքական գնահատականները տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ խոսում էին մասին, որ ըստ էության Սարիկ Մինասյանի վարկանիշը ցածր է եւ ԿՓ-ն օգտագործում է հին մաշված սկավառակը, թալանի, պատվալներից դուրս եկողների եւ այլն։ Ես ուզում եմ հասկանամ, ինչ որ մեկի մոտ Գյումրիում կամ Հայաստանի Հանրապետությունում այլ կարծիք կա, որ Գյումրիում Վարդանիկը եւ Մարտունը եւ մնացածը ներկայացում են նախկին իշխանությունները, ինչ որ մեկի մոտ կասկած կա։ Տենց մարդ կա, որ ասում է, մեկը կա, որ ասում է Վարդանիկը դա նոր քաղաքական ուժ է, պրոեվրոպական եւ նոր բարքերի։ Այդ մարդը, այդ դիքին ձեր հարցին պես պատասխանեցիք, կարելի է, ես վերջացնեմ իմ պատասխանը, շնորհակալ եմ դիքին։ Կա ինչ-որ մեկը, որ մտածում է, որ դրանք տենց նոր առաջադեմ ուժեր են եւ իշխանությունը բարձով է, բարձ չի ով է, Վարդանիկին ճանաչում եք, ազգային ժողովում եղել է, կա մարդ որ չի ճանաչում իրան, այն մյուսներին ճանաչում եք, Գյումրեցին, գիտեք ինչ, ես իսկ այդ վարկանիշների հետ կապված ես համարում եմ, որ հիմա մենք վարկանիշներից խոսալու կարիք չունենք, որովհետեւ ես հավատում եմ Գյումրեցու իմաստությանը, ես գիտեմ, որ ինքը բոլորին լավ ճանաչում է, այդ բոլոր ձևերը շատ լավ գիտի եւ կգնա իր ճիշտ որոշումը կգնա։ Եթե այնպես արեք գնանք գաղութ քպականներին ասում արեք գնանք գաղութ տենանք ով լավ տղա դուրս կուկա անդեղից կարող է։ Հա, իրեն Դե նախ եւ առաջ ինքը չի հասկացել ինքը որտեղ է հայտնվել։ Ինքը չի հասկացել որտեղ է հայտնվել, իսկ իր տերը իրոք գաղութում է ինձ թվում, հա։ Որովհետև ես ազգային իշխանությունը ես հասկանում եմ որ դուք նյուզեյեմից եք ձեր սեփականատերը տենց բան ունի բայց մեր իշխանության ժամանակը Ռոբերտ Քոչարյանը չի ձեր սեփականատերը մեր իշխանությունը չի խառնվում օրենսդրական գործնեության մեջ չեք նկատել այս 7 տարվա մեջ ինչի չկպնեմ որովհետեւ դուք պետք է ապացուցեք Քոչարյանը դուք ապացուցեք ինչ ապացուցեմ որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում քաղբանտարկյալներն եղել բացեք ինքը չի ձեր սեփականատերը ապացուցեք մենք միասին ինքը չի հարցնում եմ ես չգիտեմ ես այդպեսի տեղեկություն հերքեք եթե ասեք որ բարձվի որ խիդազր Ռոբերտ Քոչարյանը որ սեփականություն անունում դա զրպարտությունը հանգստացեք լավ հասկացալ բան ասեցի սեփական մի հարցակվեք վրա ստորագրահավաք կհավաքեմ ձեր դեմ
գոռում եք իմ վրա, մի ինձ բուլինգի ենթարկեք։ Դուք Գրիփսիմե Ջեբեջյանը չեք մի։ Խիմենակ Գրիփսիմե Ջեբեջյանին է պետք է կարելի ենթարկել բուլինգի։ Մի արեք, մի գոռա։ Ես քաղաքական գործ ներողություն, հանգիստ, այսինքն ասել, որ սեփականատեր Ռոբերտ Քոչյանը մի րոպե, ինչու՞ դες վրթովեցի։ Ասեք որ դες չի։ Հանգիստ։ Պետք հետո կարելի է ընդհանրապես։ Տենց ասեցի, հա, չէ, տենց չասեցի, դուք սխալ լսեցիք։ Ասեց դուք Գրիփսիմե Ջեբեջյանը չեք, որ ձեզ բուլինգի ենթարկեք։ Ասեցի միայն Գրիփսիմե Ջեբեջյանին, հա, հնարավոր ենթարկել բուլինգի։ Հանգստացեք, տենց չեմ ասել։ Դա նկատի չէ։ Ասեց դուք Գրիփսիմե եք, ասի մենակ Գրիփսիմեին վերաբերյալ չի, դա, հա, ես դա եմ ասել, մի անհանգստացեք։ Այլ հարց ունեք։ Մի րոպե, սպասեք։ Արդեն 1.5 տարի է Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, բայց ու այդ քննարկումների ժամանակ անդրադասվում էր, որ պետք է միջազգային քրեական դատարան հայց ներկայացնել, պատժել հանցագործներին։ Ի՞նչն է պատճառը, որ մինչև այսօր 1.5 տարի է որևէ գործ չունենք միջազգային։ Ես ներողություն եմ խնդրում, հասցեատերը ես չեմ, ես միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելով չեմ զբաղվում, ամեն դեպքում նաև որպես իշխանության ներկայացուցիչ այդ հայցերը իմ քննարկման առարկա երբևիցե չեն հանդիսացել եւ չեն հանդիսանում, որտեղ ես նեղ մասնագիտական իմ ազգային ժողովի օրենսդրական գործունեության մեջ եմ այդ օրենքը եթե մենք այդ բանը եթե չվավերացնեինք, մենք լրիվ ուրիշ իրականության մեջ էինք ապրելու։ Օրինակ կարող էր Հայաստանի Հանրապետության տարածք շատ ավելի շատ տեղերում ներխուժած հակառակորդ ունենային, կարող էր Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանության աստիճանը այսքան չլիներ։ Դուք քննադատում եք պատասխանատուներին, որոնք չեն Ես բոլորի հարցերին պատասխանում եմ։ Չէ, ես ոչ մեկին չեմ քննադատում, եթե ես քննադատելու լինեմ, ես տեսախցիկների առաջ բոլորին կքննադատեմ։ Այլ հարցեր ունեք։ Ես ունեմ։ Հնարավոր է, շնորհակալ։ Պարոն Սիմոնյան, վերադառնալով Գյումրու ընտրություններին, Վարդան Ղուկասյանը 3 հարցազրույց է տվել եւ կներեք իր բառն եմ ասում, ԿՊԱ-ականներին անվանել անդաստիարակ եւ նաեւ նշել, որ իրեն Վարդանիկով են դիմում նաեւ այդ համար եւ նաեւ Ռուբեն Մխիթարյանը անվանել է թուրք բոլոր նրանց, ովքեր որ ԿՊ-ի կողմ։ Չէ, բայց Ռուբեն Մխիթարյանը տենց բան չի։ Ես անկեղծ ասած հիմա ամեն մեկի ասածը այդ իրանց ասացվածները պետքա մեկնաբան, չգիտեմ դա ճիշտ է թե ճիշտ չի, որովհետեւ նախ ինքն է իրան Վարդանիկ անվանում։ Չգիտեմ տեսել եք թե չեք տեսել, որ Վարդանիկ պրիդյոտ ինչ-որ ռուսերեն բաներ է խոսում։ Երկրորդը, եթե նման բան ասում, ինչ ասեմ, ինքը մտածում է, որ ինքը վախի եւ ինչ-որ տենց գողական բաներով պետքա գյումրեցու սիրտը գրավի։ Ես ասում եմ, ես հավատում եմ գյումրեցուն։ Ես վստահ եմ, որ գյումրեցին ճիշտ որոշում է կայացնել։ Չգիտեմ, ես որ նայում եմ, Ճիշտ ԿՊ-ին է ընտրելու։ Ես չգիտեմ, բայց համենայն դեպս հին բաների վերադարձ չի լինելու։ Այն ժամանակներին, երբ որ օրինակ Քոչարյանի իշխանության ժամանակ, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, երբ որ քաղբանտարկյալներ կային, երբ որ չկային ազատ մամուլ, չկար ազատ մամուլ, ով ասում, բայց հասելով չի միջազգային կառույցների զեկույցներ գոյություն ունեն։ Արմեն Աշոտյանին համարում են քաղբանտարկյալ։ Ով ինքը իր փոքրիկ շրջապատը։ Միջազգային կառույցները։ Ուրա մի հատ օրինակ կբերեք այդ դրա օրինակ միջազգային կառույցի անունն ասեք, զեկույց ասեք, լսում եմ։ Եվրոպական ԵԽ-ում անընդհատ այդ հարցը քննարկվել է։ Չէ, փաստաթուղթ ասեք, դուք բան ասեցիք, պնդում արեցիք, հիմա ապացուցեք դա։ Ո՞վ է համարում, բացի Արմեն Աշոտյանի քաղաքական, այսպես ասած, շրջապատից եւ Արմեն Աշոտյանի սատարողներից, մի հատ ինձ կասեք, որ միջազգային կառույց։ Քաղաքական ճնշումներ չկան Հայաստանում։ Հարգելիս, ուրախալ իմ ու ձեր գնահատականի հարցը չի, ոչ ես կարամ ասեմ չկա, ոչ դուք կարող եք ասել կա։ Դրա համար կան միջազգային կառույցներ, որոնք մասնագիտական գնահատական են տալիս եւ դա համաշխարհային ընդունված փաստ է։ Հիմա ում ինչ բռնեն, բոլորը կարող ասեն սա քաղաքական հետապնդում է, ով որ գիտի հեսա իրան բռնելու են, մտնում է քաղաքականության մեջ մտածելով, որ ստեղ ինքը կարող է դրանով պատասխանվել, հետո ասում է դա քաղաքական հետապնդում է, բայց կա միջազգային կառույց։ Հիմա ձեզ դուք հայտարարություն արեցիք, խնդրում եմ ինձ կամ մարդկանց հրապարակեք այն միջազգային կառույցի զեկույցը, որտեղ որ ասվում է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Հանուր Արմեն Աշոտյան չի ասում, բայց ասում են քաղաքական իշխանությունների կողմից կան բռնաճնշումներ։ Անուն տվեք, կոնկրետ օրինակ բերեք, բռնաճնշում։ Ասում եմ, անուն տվեք, կոռուպցիա, որ ինչի մասին է խոսքը, անուն տվեք, անուն, ասեք Պետրոս Պետրոսյանը
հայտարարվել է այս ինչ կազմակերպության կողմից որ բան, ես դա մեկնաբան եմ։ Բայց դուք ձեր շրջապատում ձեզ թվում է դուք տենց համարում եք, որ այդ տենց է, ուրեմն ամբողջ հանրությունը ու իրականությունը տենց չի, ոչ ձեր պարագայում է տենց, ոչ մեր պարագայում է տենց։ Հենց այս իշխանությունը պետք է միջազգային կառույցների ասած չասածներին ուշադրություն եք դարձնում, հենց պետք չէ ասում եք։ Օրինակ, երբ որ Freedom House-ը արձանագրեց, որ Հայաստանի ժողովրդավարության հետ ընկած կա, ԿՊ խմբակցությունից հայտարարեցին Freedom House-ները չէ, որ պետք է որոշեն Հայաստանի։ Ես կարծում եմ, որ այդ քաղաքական հայտարարության հետևից դուք պետք է գնաք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ եւ պետք է գնաք կոնկրետ կառույցների դիրքորոշման հետևից, որովհետեւ այն բոլոր միջազգային զեկույցները, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք Եվրոմիության հետ խոսել, առևտուր անել եւ այդ ամեն ինչը առաջ տանել, Հայաստանի այսօրվա իշխանության կարևոր նպատակներից մեկն է եւ մեր հաղթանակներից մեկն է։ Եվ մամուլի ազատությունը դրա վառ օրինակ։ Պարոն Սիմոնյան, ես ուզում եմ մի հարցումի հետ կապված մեկնել կրկին հարուսական հարաբերությունների։ Եթե օրինակ այնպես ստացվի, որ Գյումրիում մեծամասնության ձայները որևէ ուժ չստանա, օրինակ Վարդան Ղուկասյանի հետ հնարավոր համագործակցություն կարող է լինել իշխանություն կազմելու համար։ Մենք տենց բան չենք քննարկել եւ ես չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի հետ հնարավոր է իմ անձնական կարծիքը, որ չէ, հիմա պայմանական, հա, չնայած ես դրան չեմ հավատում, բայց եթե կրվենք, ինչն է խնդիրը։ Չէ, խնդիրը այդ չի, խնդիրը նկատեմ համագործակցությունը, կոալիցիա կազմել, որ իշխանություն ձևավորվի Գյումրիում։ Դե ես 5 րոպե առաջ ասացի, որ իմ կարծիքով իր տեղը հենց իր բերած օրինակ բանտում է։ Հիմա որ քննարկում լինի, ես այդ նույն բանը կրկնելու եմ եւ կարծում եմ իմ գործընկերները կլսեն իմ ասածը եւ իրանք էլ կկիսեն իմ կարծիքը։ Չեմ բան չեն քննարկել։ Եվ պարոն Սիմոնյան, կրկին հայ-ռուսական հարաբերություններին, բայց ապաշրջափակման թեմայով Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնություն ամեն դեպքում առաջարկները, որ ուղարկվել էր, պատասխան չկա, համաձայնություն չունեն։ Պրոցեսը շարունակվում է։ Բոլոր տրեկերով քննարկումը շարունակվում է։ Հնարավոր է քննարկման արդյունավետության կամ այլ հանգամանքներից ելնելով վերադառնալ օրինակ այն եռակողմ ձևաչափին, որ գործում էր ապաշրջափակման հարցով ռուսական միջնորդությամբ։ Դες բան չի քննարկվում։ Այս բան մենք չենք քննարկում ու չենք խոսացել։ Չգիտեմ որտեղից եկեք։ Չէ, հարցնում Ես անընդհատ այդ ռուսական ստվերը տեսնելու թե դրական, թե բացասական առումով դադարեցրեք։ Փակեք այդ չէ։ Ասարիցյան։ Սիմոնյան, ձեզ ասում եմ, որ դուք բոլոր ոլորտներում ձեր իշխանությունը ձախողել է ու գետ մի ոլորտ չկա, գետ մի ոլորտ չկա, որտեղ դուք աներկբա հաջողություններ արձանագրացնեք, հիմա կարող եք վերհիշել, թե որ ոլորտներում դուք ունեցել եք հաջողություն այս 7 տարիների ընթացքում։ Բազմաթիվ ազատությունների, իրավունքների տարբեր անվտանգային իդեպ այո, դուք եմ ասում, ինչի։ Դուք չեք, որ պատերազմից անմիջապես հետո ասում էիք, որ նոր պատերազմա լինելու, որ հեսա հարձակվելու են Հայաստանը վերացնեն, որ նույն բանակցողը չի կարող բանակցել։ Դուք չեք ասում, որ նույն բանակցողը իր հարցը, մի րոպե։ Ապոկալիպտիկ են հայտարարությունները, որ արվում էր պատերազմից հետո, անմիջապես պատերազմից հետո։ Մենք այսօր ունենք համաձայնեցված պայմանագիր դիվանագիտության ոլորտում, միջազգային գործընկերների ոլորտում։ Մենք Հայաստանի Հանրապետությունը իր տնտեսության տարբեր ոլորտներ դիվերսիֆիկացրել է, փոխել է շատ բաներ։ Մենք այն մակարդակը, որը որ կա միջազգային մեր հարաբերություններում, երբևիցե չենք ունեցել։ Մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, որ մեկ ասեմ, ասեք ասեմ։ Դիվանագիտության հաջողությունը մեր ո՞րն է։ Դիվանագիտության հաջողությունն է, որ մեր երկրին, օրինակ, այն երկրները, որոնք որ գիտեն, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, այնուամենայնիվ զենք են վաճառում, դա հաջողություն չի։ Այն որ միջազգային դիտորդները քաղաքացիական Հայաստանի Հանրապետության սահմանին են կանգնած եւ դա բարձրացնում է Հայաստանի Հանրապետության անվտանգային մակարդակը։ Այն որ Հայաստանի Հանրապետության ձայնը լսելի է աշխարհով մեկ եւ մեր գործընկերները թե հայտարարությունների, թե աջակցության առումով, թե այն ծրագրերի, որոնք որ իրականացնում են, անում են, բա ինչ էիք պատկերացնում։ Այսինքն ինչ պետքա լիներ, որ դեռ չի եղել միջազգային առումով
որ ձեզ հիմա այլ կարծիքի ա բերում։ Պայմանագրի ստորագրումից է ագրեսոր կողմը Ադրբեջանն էր, բոլորը հավասարության նշան դրեցին դիվանագիտությունը։ Ով հավասարության նշան դրեց։ Ով է հավասարության նշան դրել։ Ով է հակառականը արել։ Ցույց տվեք երկիր, որ ասենք հավասարության Բոլոր որևիցե Հայաստանի Հանրապետության վրա հարձակման դեպքերը միակողմանի ձևով ուղիղ հայտարարություններով, հասցեական հայտարարություններով քննադատվել են միջազգային գործընկերների կողմից։ Դրա հետևանքն է, որ իրենք բան են ուղարկել, քաղաքացիական այդ առաքելությունն են ուղարկել։ Ու դուք մի բան ասեմ, շատ հնարավոր էր 2020 թվականի պատերազմից հետո եւ տենց պլան էլ կար, եւ ես չեմ բացառում, որ այդ պլանը միգուցե ինչ-որ մարդկանց մտքում կա, որ ունենալ հայելային նույն իրավիճակը, որը եղել է 90-ականներից հետո, այսինքն ադրբեջանական զորքը պայմանական ինչ-որ տոկոս Հայաստանի Հանրապետության տարածքից զավթի, նստի եւ հռչակի, օրինակ այն ինչ-որ հիմա իրանք ասում են, այդ պլանն է եղել Հայաստանի Հանրապետության այլ միջազգային, այսպես ասած, միություններին միացնելու պլանն է եղել, Հայաստանի Հանրապետության մարիոնետային իշխանություն բերելու պլանն է եղել։ Դուք Հայաստանում եք ապրում, դուք այդ ամեն ինչը չգիտեք։ Մենք պատերազմից հետո մաքսիմալ ամեն ինչ արել ենք, ու ես համարում եմ, որ հենց միջազգայինն եք ասում։ Ամենահաջողված ոլորտը մեր մոտ միջազգայինն է։ Աննախադեպ բան է, որ հապկ երկիր անդամին որևիցե այլ երկիր, որը հապկից դուրս է, ասենք մի հատիկ փամփուշտ վաճառի կամ մի հատիկ փամփուշտ փոխանցի։ Դուք հասկանում եք դա քաղաքական ինչ մեսեջ է եւ կարեւոր չի թե ինչ են տալիս, կարեւորը այն է, թե ինչ են այդ հենց այդ գործողությունը, դա նշանակում է վստահության այն աստիճանը, որ քո օրինակ տեխնոլոգիաները չի փոխանցվելու երրորդ ինչ-որ երկրի, որ այդ նշանակում է, որ մենք այդտեղ ներկայացված ենք եւ ես զարմանում եմ, որ այդ հարցն եք տալի։ Շատ ավելի վատ ոլորտներ կան, հարցնեք, չկարողան Ադրբեջանը ֆուտբոլը, հայտարար ֆուտբոլն է։ Համաձայն եմ։ Ինչ է։ Բան չի չեք երազում ֆեդերացիայի նախագահը։ եղան ցեղասպանություն։ Այո։ Ինչ արեց այդ ձեր դիվանագիտությունը կամ միջազգային հանրությունը։ Այդքան գերիներ ունենք։ Ինչ է անում։ Նախ հետևից կամ, հա, գերիների մասով։ Այդ գերիների ամենամեծ մասը, եթե չեմ սխալվում, վերադարձավ Բլինկենի եւ Վրաստանի միջնորդությամբ, հիշում եք այդ իրադարձությունը։ Չէ, այդ երևի բանի հետ եք խառնում, կոպի հետ եք խառնում։ Կոպի, բայց ասենք այդ գերիների 150 քանիսից դարձավ 11, հետո այն մնացած 12-ը միացան, հիմա 23 ունեն։ Այն բանը, որ Հայաստանի Հանրապետությունը ունի այդ դիտորդներին, շատ բաներ կա, արի դադարեցնենք այս խոսակցությունը, որտեղ հանուն բաներն եմ ասելու, բայց դու հակապաստած չես կարողանում բերես, ինչ է պետք է լիներ եւ չեղավ։ Այդ նույն միջազգային հանրությունը երբ է ստիպելու, որ ադրբեջանցիները դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից։ Ախր դուք տենց ասում եմ, ապրում ենք մենք բոլորս, մի հատ ինչ-որ մոլորակում, որտեղ բնակվում են հայերը ու միայն հայերը։ Այդտենց բան չի լինում, դու պետք է անես, այն ինչ որ մենք անում ենք, սահմանազատման, սահմանագծման process-ը։ Դրա ուղղությամբ ամենակարճ ճանապարհն է։ Խաղաղության պայմանագրի ճանապարհը, դա ամենակարճ ճանապարհն է։ Այսինքն ինչ պետք է անեին, ուզում եմ հասկանամ, ինչ օրինակ կա դրա, որ մտածում եք, որ այստեղ կիրառելի էր եւ չի կիրառվել, եւ ինչ ակնկալիք կա, որ դուք ուզում եք, որ լինի, օրինակ, չգիտեմ, X երկրի կողմից եւ չի լինում։ Այդ որ ասում եք, հələ մի ձեր ակնկալիքն էլ ասեք, էլի։ Պարոն Սիմոնյան, դուք ասում եք զենքեր ենք բերել հապկ անդամ լինելով, զենքեր են գնել եւ հիմա Ադրբեջանը հենց դա է ասում, նաեւ խաղաղության պայմանագիրը չստորագրելու, Ինչ ասեցի մի հակառակ բան բերեցիք։ Չէ, իրենք իսկապես ասում են, որ զինվում են, ուրեմն իրենք պատրաստ չեն խաղաղության։ Այդ իրենց հայտարարության ինչպես է պատասխանում եւ ձեր կարծիքով ինչու Ադրբեջանը չի ուզում ստորագրել այդ փաստաթուղթը։ Մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք եւ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս որևիցե խնդիր չունի իրականացնելու։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն մասը, որը որ ադրբեջանական զորքերը ներխուժել են, մենք զինվորական ռազմական գործողություններով լուծելու նպատակ եւ գաղափար այս պահի դրությամբ չունենք։ Մի հատ երկրորդ հարցին էլ պատասխանեմ, բայց դա չեն ընկալում, էլի։ Չէ, դա հանցագործություն չի։
Չէ, հա, բայց քայլերը չի նշանակում, չէ, քայլերը չի նշանակում, որ պարտադիր դու պետքա կրակես, եթե դու կարող ես բանակցություններով այդ հարցը լուծես։ Օրինակ հիմա Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղության ինչ որ եզրեր են գտնում, որտեղ միգուցե ինչ որ ժամանակահատվածով այդ հակամարտությունը կսառացվի մինչև իրենք բանակցեն։ Այդ քո ասած պարտավորությունը պարտադիր չի, որ դու գնաս եւ հարցակվես եւ այդ հարցը տենց լուծես։ Դա ձևերից մեկն է, որովհետեւ կարա դրա հակառակը լինի, հա, ինչ որ մի երկիր սադրելու նպատակով ավելի մեծ լայնամասշտաբ պատերազմ նման քայլ անի եւ դու գնաս եւ ընկնես այդ ծուղակը։ Հիմա կրկնում եմ ճանապարհներից մեկը դիվանագիտությամբ։ Մենք տեսնում ենք այդ հարցը դիվանագիտությամբ լուծելու տարբերակը։ Միևնույն ժամանակ այն հարցը, որը որ տվեց ձեր գործընկերի նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրացնում է իր պաշտպանողականությունը։ Եվ ինչու՞ չի։ Այս կայնի հարցին պատասխան տես կվերադառնամ, էլի, Անի ջան, մի րոպե սպասի։ Մի հատ վերջացնեմ կայնի հարցին։ Ինչու՞ չի ստորագրում։ Ինչ նորից սպնդում էր նախապայմանները, ինչ են ասում բանակցությունը։ Բանը ջան, քննարկում ա գնում, քննարկում ենք։ Մենք ասել ենք, թե ոնց ենք, եկաք։ Մի րոպե պատասխանեմ, պատասխանեմ։ Բոլոր այն բաները, տեսեք, քննարկենք, մի հատ հասկանանք, ինչ փոխելու մասին է խոսքը, իրանք իրենց սահմանությունը փոխում են, թե չեն փոխում։ Ես դրա այդ հարցին պատասխանել եմ։ Եթե կարիք կլինի, կարող ենք մի հատ հələ հասկանալ կա նման բան անելու անհրաժեշտություն թե չկա։ Քննարկում ա Որոնց պետք չէ այդ պայմանագիրը։ Այո, կան։ Համաձայնագրի ստորագրելը ինչ է տալու Հայաստանին, որովհետև Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ դա պայմանագիր չէ, համաձայնագիր է ընդհանրապես եւ պարտադիր կատարման ուժ չունի։ Ներողություն եմ խնդրում։ Լևոն Քոչարյան թող գնա իր գիտելիքները մի քիչ բանանի, ինչ նշանակում պայմանագիր չէ, համաձայնագիր է։ Այսինքն պայմանագիր է։ Ինչն է դրա խնդիրը։ Ես ներողություն եմ խնդրում։ Իսկ ինչ տարբերություն դրանց մեջ։ Ով ասում։ Ես ձեզ որպես իրավաբան ասում եմ, մասնագիտական բան եմ ասում։ Որևիցե տարբերություն չկա, դա լեքսիկոնի ոճաբանությունը, որևիցե մեկի պարագայում պարտադիր եւ ոչ պարտադիր բաղադրիչներ չկա, կա Վենայում, եթե չեմ սխալվում, կոնվենցիա կա, եթե պետք է նույնիսկ կարող եմ ձեզ տրամադրել։ Այսինքն այդքան վստահ եմ, կարող եմ ձեզ տրամադրել։ Իրավական առումով նման բան չկա։ Հիմա որ ինքը ասում է մեկ պայմանագիր անեց համաձայնագիր է։ Այո, տեսել եմ։ Ինչ է վերջո պայմանագիր է գրած։ Բայց ասենք համաձայնագիր նշանակում չէ, ախր մի րոպե դրա մեջ տարբերություն չկա։ Բայց համաձայնագիր է գրած Անկեղծ ասած չեմ հիշում, կարևորը երկու հիմնական բանն է, իրավական կարևորությունը, այսինքն ինքը իրավական առումով ոչ ստորադաս է, ոչ վերադաս է, մեկը մյուսից տարբերություն չկա եւ երկրորդը դրանից բովանդակությունը չի փոխվում։ Պարոն Սիմոնյան, Վենետիկի հանձնաժողովի Այսինքն այս Ադրբեջանի եւ Հայաստանի միջև համաձայնագիրը կամ կլինի ուղղակի սադրություն դարձնեք իմ հարցերի եւ ոչ թե այն հանգամանքի ոնց ներկայում այստեղ։ Դրանն եմ դասում, ամենաշատ Հիմա հարցնում եմ, այս համաձայնագիրը կամ պայմանագիրը, ինչպես դուք ասում եք, ներպետական համաձայնեցման ընթացակարգերով Հայաստանում անցել է ամբողջությամբ, որովհետև մենք նաև այդպիսի օրենք ունենք միջազգային պայմանագրերի մասին։ Կլինի դուք գնաք ճշտեք ձեր գիտելիքները նորմալացնել։ Դե ես ձեզ տեղեկություն հայտնեմ, որ դուք միջև վերջ չեք ճշտել, որովհետև այդ համաձայնագիրը, պայմանագիրը կամ որևիցե միջազգային փաստաթուղթը ասում է ներպետական ընթացակարգ, երբ որ ինքը արդեն ստորագրված է։ Երբ որ ինքը ստորագրված կլինի, ինքը անցնելու է սահմանադրական դատարան եւ գալու է այստեղ հավելացման։ Տեսակ որ չգիտեմ։ Բոլորին ուղղորդում եք, որ իրենց գիտելիքները բանանեք թարմացնեն, բայց չեք կարծում, որ ԿՊԱ-ականներն այդ հարցում ամենախոցելիներն են մինչև առաջին դեմքի մակարդակով սկսած։ Չէ, չեմ կարծում, ինչ եք դες կարծում։ Ուզում ես ասել դու ավելի խելացի ես, քան Բադու ես նման տիպ արտահայտություն չեմ արել, բոլորն էլ սխալական են եւ բոլորն էլ ինչ որ ձևով մշտապես իրենց գիտելիքները թարմացնելու կարիք ունեն, բայց ձեր ասածը կոռեկտ չի, առավել եւս որ դուք ակնարկ եք անում Հայաստանի Հանրապետության ղեկավարին, այլ ավելի կոռեկտ չի։
երբ որ կգնաք կճշտեք, կարելի է կասկածի տակ դնել, բայց իմ ներկայությամբ եւ չէ, ոչ թե հարց մի տվեք, իմ ներկայությամբ նման կարամ վերջացնեմ։ Իմ ներկայությամբ նման հարց տալու պարագայում ակնհայտ է, որ ես դրան բացասական եւ շատ ավելի նյարդային եմ պատասխանելու, քան որևիցե այլ բաժան։ Պարոն Սիմոնյան, Ինչ ժողովրդավարությունը չի թույլատրել տալիս, որ ազգային ժողովի նախագահը պատասխանի։ Ես նյարդային պետքա չլինեմ։ Պարոն Սիմոնյան, գնալ ձեր գիտելիքները կճշտեք ու կմից կսովորեցնեք, թե որտեղ է գրված, որ չի կարող նյարդայնանալ։ Պարոն Սիմոնյան, կարող եմ մի բան Դուք այդ ով է տենց ասում։ Ներողություն եմ խնդրում, ԱՄՆ-ի նախագահ հիմա նյարդային է եւ զուսպա ամենադեմոկրատ երկրները, հա։ Բա ում է, հա։ Որ երկրի ժողովրդավար Անգլիայի երկրի ղեկավարը, Անգլիայի բերում եմ։ Լսեք, որը որ ես համարում եմ, որ հայկական քաղաքական գործիչները բավականին լավն են եւ շատ ու շատ ժողովրդավար երկրներ պետք է սովորեն սենց ժողովրդավար լինելու եւ սենց զուսպ լինելու եւ սենց համբերատար լինելու, որտեղ եթե դուք գնաք հիմա այս տեսախցիկների տակ նայեք մեկնաբանությունները բացի իմ մասին վատ բան գրելուց, նաև գրում են, թե ոնց է պարոն Սիմոնյանի Ես դրան պատասխանել եմ, այդ չեմ պատասխանել։ Բայց ես դրան պատասխանել եմ, չէ։ Բայց ես դրան պատասխանել եմ։ Ուզեք մի հատ հարցեք, մի հարց տվեք, եթե ձեզ դա կուրախացնի։ Ես չեմ լսել այդ հարցի պատասխանը։ Գնանք կնայեք։ Տեսնում եք, որ շատ ինֆորմացիա կա, որ չունեմ։ Ես դրան պատասխանել եմ։ Այլ հարցեր։ Պարոն Սիմոնյան, մի քանի անգամ հայտարարվեց վերջին օրերին այդ Վենետիկի հանձնաժողով սահմանադրությունները փորձաքննության ուղարկելու մասին, այդ մտահոգությունները փարատելու մասով։ Նման առաջարկ արվել է գրավոր ընթացակարգով։ Չկա, դա բանավոր իմ կարծիքն էր, որը որ ես հնչեցրել եմ։ Ձեր թիմից էլի են ինչ տեսակետի համար եմ։ Ես ուրախ եմ, որ համընկել եմ։ Իսկ հնարավոր է ամեն դեպքում այդպիսի նախաձեռնություն լինի, եթե Բաքուն շարունակում է։ Չեմ բացառում։ Այլ հարցեր կան։ Շնորհակալություն։ Ալի